մի դատեք, որ չդատվեք, որտեղ ինչ չափով որ չափում եք, նույն չափով պետք է չափվի մեզ ձեզ համար։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս, երբ որ այս պատվիրանը տալիս է, կարծես զուգահեռ պատվիրանի բացատրությունը, մեկնությունը ու շարունակությունն է տալիս։ Մի դատեք, որ չդատվեք, որտեղ ինչպես որ դատում եք, ինչ սրտով, ինչ չափով, ինչ ցանկությամբ որ դատում եք, նույնն էլ ձեզ է դատվելու։ Հա? Մարդը կարող է դատողություն ունենալ, բայց ձեզ չդատել։ Դատողություն երբեք դատել չի։ Դատողություն ասին քննարկել, հասկանալ, կողմնորոշվել, քննել, զննել, հասկանալ։ Սա միշտ էլ պետք է մենք անենք, ոչ միայն անհրաժեշտ է, որ մենք կարողանանք խոհեմ, սառր, մաքուր դատողություն ունենալ, քննել ամեն ինչ, քննել դատողություն անել, բայց դատելուց առաջ մի հատ դատողություն արա, քննի ամեն հանգամանքներ, եւ դատելուն հասնի հարցը հիշիր, ինչ չափով որ չափես, նույնով չափվելու է քեզ, ինչու ես դու ուրիշի աչքի մեջ շուղը տեսնում, բայց քո աչքի մեջ գերանը չես տեսնում, դատում ես, դատողություն են ասա անում, քեզ էլ մի հատ դատիր, քննիր ամեն տեսանկյունից, տես ինչի որ դատում ես, դու նույնը չես անում, կամ դու դատում ես, ինչ սրտով ես դատում, ուղղելու, շտկելու, ի բարին առաջնորդելու, թե ուղղակի ոչնչացնելու, վերացնելու նպատակով ես անում, տեսեք Աստված էլ է դատավոր, չէ, ամենամեծ դատավոր Աստված է, բայց Աստված չի դատում, որ մարդկանց ոչնչացնի, ընդհակառակ Աստված չի ուզում մեղավորի մահը, այլ ուզում է նրա դառնալը դա չար ճանապարհից, իրականում Աստծո դատելը մարդուն դարձի բերելու համար է, Աստված այս կյանքում երբ որ դատում է, այսինքն ինչ որ դատաստան է անում, մարդուն դարձի բերելու համար է, բայց եթե մարդը դարձի չեկա, ուրեմն մնում է ահեղ դատաստանը, ահեղ դատաստանը վերջնական որոշումն է, բայց միջին է վերջնական որոշումը սպասում է Աստված եւ որոշում է, ճիշտ այդպես էլ մենք պետք է վարվենք, եթե մենք դատողություն ենք արել, քննել ենք, ճշտել ենք ամեն ինչ եւ բարի սրտից ուզում ենք դատել, մարդուն ուղղելու, շտկելու համար անենք իմաստությամբ, որտեղ դատելը դա Աստծո շնորհով է, ինչպես Աստված շնորհով է դատում, այդպես էլ շնորհի մարդիկ շնորհով են դատում, հնում դատավորները սուրբ մարդիկ էին, չէ, ունենք դատավորած գիրք, ինչպես Սամուելը առաջին մեծ դատավորներից մեկն է Իսրայելի, ինչպես Հեթային, Բարակը, Գեդեոնը, Սամսոնը, սրանք դատավորներ էին կոչվում, որից հետո եկան թագավորները, այսինքն այդ դատողությունը կամ դատելը իրար լրացնում են, դատողություն, խոհեմ սթափ դատողություն, որից հետո դատել, դատաստան անել, տեսեք դատավորները ինչքան իմաստուն պետք է լինեն, չէ, որ մեղավորին դատապարտեն, արդարին արդարացնեն, ճիշտ այդպես եթե մենք ուզում ենք դատաստան անել, պետք է խոհեմ սթափ դատողություն ունենք Աստծո պատվիրանների համաձայն, լավ պետք է միտքը լուսավորված լինի, դատողություն անենք եւ շտկելու, ուղղելու նպատակով, մարդկանց դարձի բերելու նպատակով դատենք, բայց մեղմ, գեղեցիկ, որտեղ հիշենք ինչ չափով որ չափենք, մեզ համար է չափվելու, ինչպես դատենք, այդպես մենք ենք դատվելու։ Երբ որ այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով դու դատում ես, կարծեմ թե մեղք չես գործում։ Հրաշալի է, գեղեցիկ է, այսպիսի դատողություն, այսպիսի դատելը միշտ էլ նորոգիչ է, օգտակար է։ Բայց եթե մենք չենք քննում հանգամանքներին, բոլոր տեսանկյուններից ամեն ինչից չենք քննում հարցը, լուրը լսեցինք, բան մեջ մեր մեջ չարություն առաջավ, չարությունից ուսեցինք դատել, բամբասել, այբանել, հա, այսինքն սառնասիրտ չէր, ամբողջական պատկերը չունեինք,
եւ ամենակարևորը մաքուր սրտով չէր, այլ չարությամբ էր, ատելությամբ էր, այս դատելու համար մենք պատասխան ենք տալու։ Ինչ սրտով արեցինք, նույն սրտով էլ Աստված մեզ է անելու, ասում Աստվածը ամեն մարդու իր սրտով է տալիս։ Հա? Ինչ սրտով արեցի դատաստան, այդպես էլ Աստծո կողմից պատասխան է ստանալու։ Մի զորահրամանատար հռոմեական ծառա է ունենում, որ այդ ծառան փախչում է իրենից եւ իրեն հաջողում է ծառային հետ բերել։ Շատ է բարկացած լինում, շատ բարկացած, որ այդքան իրեն նեղություն պատճառեց, փախավ, հետո էլ գտավ, հետ բերեց, բայց այդ հռոմեացի զորահրամանատար շատ իմաստուն մարդ էր։ Ասում է, գիտես, հիմա չեմ դատելու քեզ։ Ասում, որտեվ ես հիմա ընդունակ չեմ քեզ դատելու, որտեվ ես շատ բարկացած եմ հիմա։ Թող ցասումս կհանդարտվի, բարկությունս կիջնի, այն ժամանակ խոհեմ, իմաստուն ձևով քեզ կդատեմ։ Հիմա չեմ դատի, հիմա բարկացած եմ։ Եթե մենք բարկացած ենք դատում, ուրեմն մեծ մասամբ այդ դատաստանը անարդար է, բարկության ազդեցության տակ է լինում։ Ուրեմն դատել նախ նշանակում է դատողություն անել, քննել, զննել, Սուրբ Հոգով տեսնել ամեն ինչ։ Շնորհ է դա։ Եթե դու Աստծո Սուրբ Հոգու շնորհով ես դատում, ուրեմն արդար դատաստան ես անում։ Եվ հետո ամեն մարդուն տրված չէ դա։ Բայց եթե դու քո կրքի ցանկության, քո բարկության հիման վրա ես դատում, ուրեմն իմացի, որ դա անարդար դատատան է։ Ինչպես դատեցիր, այնպես Աստծուց դատվելու ես։ Ինչ չափով չափեցիր, չափվելու է քեզ համար։ Ամեն։